Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին Մայք Ուլիների վարժան սխոհարարական ալիքն է եւ այսօր մենք խոսելու ենք շատ կարեւոր հարցի շուրջ, ինչպես ընտրել խմորեղենի ճիշտ ջերմաստիճանը։ Այստեղ դուք տեսնում եք աղյուսակ, ձախ եւ աջ կողմերում նշումներ արված։ Ուրեմն ես կներկայացնեմ նախ ձախ կողմը, այնուհետև կանցնենք աջ կողմին։ Ուրեմն ջերմաստիճանը ըստ խմորի տեսակի։ Խմորիչով անդադ խմոր պետք է թխվի 220-ից 230 աստիճան Ցելսիուսում, խմորիչով խմոր 180-ից 200 աստիճան, բիսկվիտ 170-ից 180 աստիճան, շերտավոր խմոր 220-ից 230 եւ հովի կրեմ 180-ից 200 աստիճան, փշախ խմոր, դա պիսոչնեյ տեստը 170-ից 190 աստիճան Ցելսիուսում։ Սա մեր ձախ կողմը, որտեղ նշված է խմորի տեսակը եւ ինչ ջերմաստիճանում պետք է թխվի։ Եվ կենտրոնում արդեն ջերմաստիճաններ։ Աջ կողմում գրված է ջերմաստիճանը։ Աջ կողմը ձախի հետ կապ չունի։ Չմտածեք, որ ինչ որ այս թվերը ջերմաստիճանը կապ ունի ձախ կողմի հետ, ուղղակի սա ջեռոցի ջերմաստիճանն է, 120-ից 140, 140-ից 160 եւ այլն։ Ցածրը տրված է 120-ից 140, ամենացածրը։ Իհարկե սրանից ցածր էլ ջերմաստիճան կա, քիչ հետո կասեմ, ջեռոցի մասին է խոսքը։ Հիմա սկսենք հերթականությամբ։ Այս աղյուսակը ցույց է տալիս ինչ ջերմաստիճանով պետք է թխել տարբեր տեսակի խմորներ։ Հիմա ինչպես պետք է կարդալ աղյուսակը։ Ձախ սյունակը խմորի տեսակն է նշված միջին սյունակում կապույտով։ Այդ խմորի համար առաջարկվող թխման ջերմաստիճանը Ցելսիուսով եւ աջ սյունակը ջեռոցի ջերմաստիճանի ընդհանուր մակարդակը շատ ցածր, միջին, բարձր եւ շատ բարձր։ Խմորների բացատրությունը։ Խմորիչով ոչ քաղցր խմոր, օրինակ հաց, լավաշի համար նման բաներ 200-ից 230 աստիճան Ցելսիուսում բարձր ջերմաստիճանում ենք թխում։ Երկրորդը խմորիչով քաղցր խմոր թխելու ենք բուլկի, փքաբլիթ, կարկանդակ 180-ից 200 աստիճան Ցելսիուսում, սա կոչվում է միջինից բարձր։ Բիսկվիթը թխելու ենք 170-ից 180 աստիճան Ցելսիուսում, բիսկվիտ իհարկե տորտն էլի նկատի ունեմ, միջին, եթե շատ բարձր լինի, ներսը չի թխվի, վերևը կայրվի, եթե 180-ից բարձրանա։ Հիմա անցնենք շերտավոր խմորին։ Կրուասան, շերտավոր խմորով թխվածքներ 220-ից 230 աստիճան Ցելսիուս, այսինքն բարձր ջերմաստիճանում, պետք է արագ բարձրանա ու շերտավորվի։ 5-րդը էկլերի խմոր 180-ից 200 աստիճան Ցելսիուսում, սկզբում բարձր ջերմաստիճան, որ փքվի։ 6-րդը փխրուն խմոր, թխվածքաբլիթ, տարտ, միջին ջերմաստիճան 170-ից 190 աստիճան Ցելսիուս, որպեսզի չչորանա ու չկոշտանա։ Եթե ամփոփեմ եւ կարճ ասեմ, բիսկվիտ, փխրուն խմոր, միջին ջերմաստիճան է պահանջում, խմորիչով քաղցր խմորը միջինից բարձր ջերմաստիճան է պահանջում, հաց, շերտավոր խմոր, բարձր ջերմաստիճան։ Իսկ ինչ է նշանակում աջ սյունակը։ Այս սյունակը պարզապես ջեռոցի ջերմաստիճանի ընդհանուր սանդղակն է, ուղեցույցն է։ Այն ցույց է տալիս, թե ինչ է կոչվում տվյալ ջերմաստիճանը, այսինքն 120-ից 140 աստիճան Ցելսիուսը շատ ցածր ջերմաստիճան է, 140-ից 160 աստիճան Ցելսիուսը ցածր է, 170-ից 190-ը միջին, 190-ից 220-ը բարձր, 240-ից 260 աստիճանը շատ բարձր։ Սա բացատրական սյունակ է, ոչ թե յուրաքանչյուր խմորի համար առանձին ցուցում։ Ինչպես պետք է օգտագործել աղյուսակը։ Դուք այդ աղյուսակը ձեր մոտ պահեք, իսկ ես հիմա բացատրում եմ աղյուսակի օգտագործման ձևը։ Դուք նայում եք ձախ կողմի խմորին, հետո վերցնում եք միջին սյունակում նշված կոնկրետ աստիճանը, այնուհետև աջ կողմը պարզապես օգնում է հասկանալ դա ցածր է, միջին է, թե բարձր ջերմաստիճան։ Օրինակ, բիսկվիթը 170-ից 180 աստիճան Ցելսիուսում ենք թխում, այդ սյունակից տեսնում ենք, որ սա միջին ջերմաստիճան է։ Շերտավոր խմորը թխում ենք 220-ից 230 աստիճան Ցելսիուսում, նայում եք աջ կողմին, նշանակում է սա արդեն բարձր ջերմաստիճան է։ Այստեղից եզրակացություն։
Թխելու համար միշտ հետևեք միջին սյունակի աստիճանին աղյուսակում կապույտով տվածին։ Այդ սյունակը պարզապես բացատրություն է ընդհանուր կողմնորոշման համար։ Իհարկե ավելի ցածր ջերմաստիճաններ իսկապես կան, բայց այս աղյուսակում դրանք չեն օգտագործում տվյալ խմորների հիմնական թխման համար։ Հիմա բացատրեմ ինչու։ Ինչու են աղյուսակում հիմնականում միջին բարձր ջերմաստիճաններ։ Այս աղյուսակը վերաբերում է թխման հիմնական փուլին, ոչ թե բոլոր հնարավոր դեպքերին։ Ցածր ջերմաստիճանները, օրինակ 120-ից 160, սովորաբար կիրառվում են չորացնելու, դանդաղ թխելու, վերջում վերջնակետի հասցնելու կամ հատուկ բաղադրատոմսերի դեպքում։ Երբ են օգտագործում ավելի ցածր ջերմաստիճաններ 120-ից 140 աստիճան, շատ ցածր։ Միրգ չորացնելու համար թխվածքը չորացնել առանց գույն տալու 140-ից 160 աստիճան ցածր օգտագործում է չիզքեյք, որոշ բիսկվիտներ, երկար թխվող ընկույզ նուշ չորացնելու համար։ Այս դեպքում նպատակը դանդաղ թխում է, ոչ թե արագ բարձրացում։ Իսկ ինչու խմորները չեն թխվում այդքան ցածր ջերմաստիճանում։ Խմորների մեծ մասի համար պետք է, որ խմորիչը կամ օդը արագ աշխատի, խմորը բարձրանա, ներսից թխվի, դրսից չչորանա։ Դա չի ստացվի ցածր ջերմաստիճանում։ Հիմա ամփոփենք։ Աղյուսակում նշված ձախ խմորների համար ցածր ջերմաստիճան պետք չէ։ Այդ սյունակի ցածր թվերը պարզապես ընդհանուր ջեռոցի սանդղակ են։ Ցածր ջերմաստիճանները օգտագործում են այլ տեսակների ու հատուկ թխումների համար։ Այսօրվա համար այսքանը բարեկամներ, կհանդիպենք, ցտեսություն։